Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթը մայիսի 15-ին հրապարակել էր, որ նոր-նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռանալու է պաշտոնից։ Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ այդ մասին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ըստ մեր վստահելի աղբյուրների վերջին օրերին բանակցային գործընթաց է սկսել նոր-նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հեռացման վերաբերյալ։ Պատճառը հանրային եւ քաղաքական բուռն վրդովմունքն առաջացրած միջադեպներ, երբ Տեր-Մարգարյանը եւ նոր-նորքի մի խումբ աշխատակիցներ բռնության էին դիմել ակտիվիստ Արտուր Չախոյանի նկատմամբ, ուղիղ եթերում հարձակվելով նրա վրա, բառի բուն իմաստով բռունցքներով լուծելով իրենց վարչական խնդիրները։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակիցները ներառյալ քաղաքացիական պայմանագիր խմբակցության առաջնորդը թերևս հասկացել են, որ իրենց խորապես խոցելի են դարձնում նման դեպքերը եւ անպատժելիությունը։ Այս ֆոնին Տիգրան Ավինյանը կարողացել է կազմակերպել Տեր-Մարգարյանի հեռացումը։ Հրապարակ օրաթերթը գրում է, մեր տեղեկություններով մայիսի 18-ին 100-ից ավել անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հրավերով Շիրակի մարզում Արտիքի տարածաշրջանում մատաղ ուտելու են գնացել։ Մեր աղբյուրի խոսքով մատաղ անելու արարողությունը ներկա եղել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալը Շիրակի մարզպետ ՔՊԱ-ական Դավիթ Արուշյանյանը եւ այլ ՔՊԱ-ական պաշտոնյաներ։ Մեր աղբյուրը պատմեց, որ մատաղից հետո անհետ կորածների ծնողները լուսանկարվել են իշխանավորների հետ։ Ծնողներից մեկը մեծ զրույցում տարակուսեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողները փոխարենը համախմբած պայքարի դուրս գալու ՔՊԱ-կանների հետ համախմբած ուտել խմելու են գնում։ Հրապարակ օրաթերթը գրում է, որոշ ընդդիմադիրների նկատմամբ սկսվել են հերթական ճնշումներն ու հարկային տերորը։ Տեղեկացան, որ տևական ժամանակ է ստուգում են Գառնիկ Դանելյանի Տավուշում գործունեություն ծավալող հորեղբոր ընկերությունները, որոնց թվում նաև մեկ գազալցակայան կա։ Թե ինչ են ստուգել եւ ինչ խախտումներ են հայտնաբերել, որքանով են դրանք օրինական կամ սարքովի պարզ չէ։ Հրապարակ օրաթերթը գրում է, Կիրակի օրը Կրթարշավի շրջանակներում նորից Սյունիք, Տաթև մեկնած զույգը թեև ջանք չի խնայում ցույց տալու, որ վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը, ինչպես հին ու բարի ժամանակներում, եւ մոնտաժված տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են մարդիկ համակ ուշադրությամբ իրենց դասախոսությունները լսում, ապա լուսանկարվում իրենց հետ, սակայն մեզ ասացին, որ Տաթևում էլ են մասով կան ապահովել հարակից համայնքների վարչական աշխատողների միջոցով։ Հրապարակ օրաթերթը գրում է, թեպետ շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ եւ վերջին երկու չհամաձայնեցված դրույթների հետ կապված էլ արդեն կա պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Հիմա էլ ՀՀ զինանշանն են պահանջում փոխել, դրա վրայից հանել Արարատ լեռը։ Իրանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը պատասխանել էր Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին եւ հայտարարել, որ ՀԱԿ-ին ուղղված դիմումը Մինսկի խմբի լուծարման հարցով խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ կարվի։ Փաստ օրաթերթը գրում է, Փաշինյանի իշխանությունն ու այդ իշխանության քաղաքական շահերի սպասարկմանը լծված իրավապահ մարմինները գնալով ավելի ու ավելի զավեշտալի վիճակներում են հայտնում։ Օրինակ, քրեական հետապնդում են նախաձեռնում 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցն ու ողջույնը լուսաբանած լրագրողու դեմ։ Նմանապես նյարդային են արձագանքում, անգամ կարող են քրեական գործ բացել սոցցանցային գրառումների, անգամ մեկնաբանությունների, նույնիսկ լայքերի հետ կապված։ Սա արդեն խորը հիստերիայի ախտանիշ է։ Մինչև այս էլ Փաշինյանի իշխանությունը սոցցանցային գրառումների հետ կապված նման դրսևորումներ ունեցել է, բայց հիմա դա ավելի շատ է ընդգծված։ Խնդրեմ, այլ թարմ օրինակ, նոր-նորքի տարածքից բերման է ենթարկվել սրբազան պայքարի ակտիվիստ 3 աղջկա, որոնց մեղքն ընդամենը այն է, որ Փաշինյանի դիմանկարով եւ չենք վստահում գրառումներով պաստառներ էին փակցնում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, երբ պետական գումարներն ու հանրային վստահությունը խաչվում են կասկածելի կապերի եւ պասիվ իրավապահների միջանկյալում, հասարակությունը մնում է առանց պատասխանների։ 2024 թվականի գարնան Հայաստանի ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց մի լրջագույն հարց հնարավոր չարաշահումների մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։ Ըստ դրա ֆեդերացիայի ներսում արկային ֆինանսական մուտք գործարքներ, շահերի բախում եւ թափանցիկության ակնհայտ պակաս։ Գլխավոր դատախազությունը չի արձագանքել օրաթերթի այս մասին ուղղված
ուղղված հարցպանել։ Լռությունը մի դեպքում, երբ հնչում են միլիոնավոր դրամների վերաբերյալ լուրջ կասկածներ եւ երբ պետության իրավական մեքենան պարտավոր էր գործել անկախ անձանց քաղաքական կամ անձանց կապերից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. քննչական համակարգում կարծես միշտ ինչ-որ բան թաքուն է լինում, այս անգամ Հրաչ Նազարյանի անհետացումը պետական համակարգից, ինքը որքան հանկարծակի էր, նույնքան էլ խորհրդավոր։ Օրաթերթի տեղեկություններով քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության 3-րդ վարչության ավագ քննիչ Հրաչ Նազարյանը անակնկալ կերպով ազատվել է աշխատանքից։ Ըստ հասանելի տվյալների 32-ամյա Նազարյանը զբաղվել է մի շարք ուշագրավ գործերով եւ երբ քննչական ծառայության ղեկավար Արգիշտի Քարամյանը SMS-ով հեռացավ պաշտոնից եւ նշանակվեց Արթուր Պողոսյանը, այս քննիչը տարբեր ճշտված տեղեկությունների ոչ արդյունավետ աշխատանքի համար հեռացվեց աշխատանքից։ Փաստորաթերթը գրում է. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ակբար Ահմադյանը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները, ընդգծելով, որ հարևանների հետ սերտ կապերի պահպանման Իրանի քաղաքականությունը Ահմադյանն ասել է, որ արտաքին ուժերը շահագրգռված չեն ողջ տարածաշրջանում հանգստությամբ։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է նաև Թեհրանի եւ Երևանի միջև համատեղ նախագծերի ամբողջական իրականացման անհրաժեշտությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. երեք քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ աշխատանքային այցով Արագածոտնի մարզ է գնացել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եւ հայտարարել, թե քրեական վարույթները պետք է նոր թափով սկսեն։ Ուշագրավն այն է, որ Պողոսյանի կողքին նստած էր Արագածոտնի ԿՊԱ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում վարույթ կա։ Մասնավորապես 2024 թվականին Աշտարակ քաղաքում հայտնի Նվոյին պատկանող Wine Corner աշտարակում քաշքշուկ էր տեղի ունեցել, որին մասնակից էր նաեւ մարզպետը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. շուրջ 3 տարի կալանքի տակ գտնվող ՊՊ նախկին հրամանատարին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան։ Օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դռնփակ նիստում շարունակվում է վկաների արձակնությունը։ Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն 3 տարվա դատաքննության ընթացքում 20 վկա է արձակնվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատված վկաներից միայն չի արձակնել Արայիկ Հարությունյանին, քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է եւ Բաքվի բանտում է։